Մի համեմատիր քո ճանապարհի սկիզբը ուրիշի անցած ճանապարհի հետ կամ կես ճանապարհի հետ։ Շատ հաճախ մենք նայում ենք մարդկանց արդյունքներին, հաջողությանը, ու մոռանում ենք կամ առհասարակ մենք տեղյակ չենք, թե ինչպես է տվյալ մարդը սկսել, ինչ ճանապարհ է անցել, ինչ դժվարություններ է հաղթահարել, ինչքան հիասթափություններ է ունեցել, որքան կասկածներ է ունեցել։ Մենք տեսնում ենք միայն գեղեցիկ ու սիրուն մասը, ու ինչ ենք անում, սկսում ենք ինքներս մեզ թերագնահատել։ Եվ եթե դու հիմա նոր ես սկսում օրինակ քո գործունեությունը ցանցային մարքեթինգի ոլորտում, ուրեմն հիշիր, որ դու ճանապարհի սկզբում ես եւ դա նորմալ է։ Իսկ սկիզբը միշտ անհարմար է, դժվարություններ են թվում, կասկածներ, ու տարբեր այսպես ինչ որ պատճառներ կարող են առաջանալ։ Բայց դա չի նշանակում, որ քեզ մոտ ոչինչ չի ստացվի, որովհետեւ դու նայում ես արդեն այն մարդկանց հաջողություններին, որոնք բավականին երկար ճանապարհ են անցել ու մտածում ես, որ միգուցե դու արդեն ուշացել ես։ Եվ թող քո միակ համեմատությունը լինի այն, որ օրինակ դու քեզ համեմատես քո երեկվա եսի հետ, քո երեկվա տարբերակի հետ։ Եթե այսօր դու մի քայլ առաջ ես, ուրեմն դու արդեն աճ ես ապրում։ Այսպեսի խորհուրդ եմ ուզում տալ բոլոր սկսնակների նորեկներին, որովհետև շատ ժամանակ շատերը իրենց սկսածը կիսատ են թողնում հենց նաև այս պատճառների կամ այս պատճառի շնորհիվ, եթե կարելի է այդպես ասել։ Այնպես որ շնորհավորում եմ քեզ, եթե դու արդեն որոշում ես կայացրել փոխել քո կյանքը, սկսել քո բիզնեսը, առհասարակ օգտագործել on-line հարթակը քո բիզնեսի զարգացման համար։